Հայաստանը միշտ բաց եւ անկեղծ քաղաքականություն է իրականացրել ռուս գործընկերների նկատմամբ եւ շարունակում է ամեն ինչ անել բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար։ Այլ հարց է, որ Ռուսաստանի որոշ գործողություններ հակասում են այդ տրամաբանությանը։ Լրագրողների զրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ի պատասխան Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի Հայաստանի իշխանությանն ուղղված կեղծ քաղաքականություն չվարելու եւ Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հորդորին։ Ռուբինյանը մասնավորապես հիշատակել է հայ տնտեսվարողների նկատմամբ ռուսական կողմի վարած քաղաքականության մասին։ Հայկական տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի եւ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ էլ առավել եւս Եվրասիական տնտեսական միության կանոններին, որովհետեւ ես ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միության գոյության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է եւ անմաքս։ Իսկ ստեղ մենք գործ չունենք ազատության հետ առնվազն դե ֆակտո։ Ինչ վերաբերում է Եվրամիությանի ու ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու Մոսկվայի հորդորներին, Ռուբինյանը նշեց, որ եվրոինտեգրման հարցը բարբերաբար ակտիվացնում են հենց ռուս գործընկերները։ Ազգային ժողովի նախագահի խոսքով Եվրամիությանն անդամակցելու համար հանրաքվե անցկացնելու հարցը դեռ պաշտոնապես ձևակերպված չէ, իսկ երբ կա գործողություններ իրականացնելու ժամանակը հանրաքվեի անցկացումը իրապես տեսանելի եւ անխուսափելի կլինի։ Հնարավոր չի ուղղակի հանրաքվե անել։ Ուզում եք դառնալ Եվրամիության անդամ, եթե դրան հարակից գործողություններ արված չեն։ Դրա համար հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել միայն այն բանից հետո, երբ մենք դիմենք Եվրամիության անդամակցության համար, ստանանք համապատասխան արձագանք, ստանանք համապատասխան դրական արձագանք, ստանանք համապատասխան ավելի հստակություն քայլերի ժամանակային շրջանակների վերաբերյալ, այդ ժամանակ հնարավոր կլինի։ Չնայած ներկայում հայ-ռուսական հարաբերություններում առկա են որոշակի տարաձայնություններ, այնուամենայնիվ դրանք շարունակում են գտնվել բարձր մակարդակի վրա։ Նկատել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սոնա Ղազարյանը, որը հիշեցրել է կնքված երկկողմ բազմաթիվ պայմանագրերն ու պարտավորությունները։ Նա հավաստիացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները լավարկելու դիվանագիտական գործիքալ կազմերը դեռ չեն սպառվել։ Ռուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է, խոսակցությունը բարդ է, բայց անկեղծ, եւ ես կարծում եմ, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հիմնական հարցերը պետք է հանգուցալուծվեն։ Այո, ճիշտ եք նշում, որ փորձագետներն նշում են, որ մեր առևտուրը Ռուսաստանի ԵԱՏՄ-ի հետ աճել է, բայց սա պայմանավորված է, թույլ տվեք ասել նրանով նաև, որ մենք մի մաքսային միության տարածքում ենք գտնվում։ Սոնա Ղազարյանը եւս նշեց, որ անկասկած գալու է ժամանակը, երբ հանրաքվեի անցկացումը անխուսափելի կդառնա, սակայն նա հիշեցրեց, որ մինչև դրան հասնելը Հայաստանը դեռ շատ անելիք ունի, ընդգծելով այն օրենսդրական փոփոխությունները, որոնք պետք է տեղի ունենան Հայաստանի Եվրամիության անդամակցելուց հետո։ Ռուսաստանից էլ են նշում, փորձագետներն էլ են նշում, ասեմ ավելի մենք էլ ենք նշում, որ որևէ պետություն միաժամանակ չի կարող լինել երկու մաքսային միություններում։ Եվ ըստ էության դիվերսիֆիկացման օրակարգ այսպես առաջ տանող քաղաքական ուժը պետք է նաև այս մասին պատրաստ լինի առնվազն խոսելու։ Չնայած որ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Հարություն Հարությունյանը, այնուամենայնիվ բոլոր հանձնաժողովներում, այդ թվում եւ այս ՔՊ падգամավորները մեծամասնություն են կազմում, նշեց Սոնա Ղազարյանը, ապա հավելեց, որ Եվրոպական միությանն անդամակցության հայտը Հայաստանի կարևոր առաջնահերթություններից է, որն արտացոլված է նաև կառավարության հնգամյա ծրագրում, որից չեն շեղվելու։ Ղազարյանը վստահեցրեց, որ որպես հանձնաժողովի անդամ եւ ընտրվելու պարագայում նաև որպես փոխնախագահ ուշադիր հետևելու է, որպեսզի ուժեղ Հայաստան խմբակցությունը այլ օրակարգերով չառաջնորդվի, չխոչընդոտի հանձնաժողովի օրակարգին, քանի որ իր կարծիքով ընդդիմադիր խմբակցությունը փորձելու է այլ շահեր սպասարկել։ Ես ունեմ կասկած, այն էլ հիմնավորված կասկած, որ ուժեղ Հայաստանը եկել է վերահսկելու այն գործընթացը, որ մենք իրականացնել ենք, ոչ թե դրան զարկ տալու համար, այլ որպեսզի իր գործընկերներին նկատի ունեմ Հայաստանից դուրս տեղեկացնի, թե որ փուլում ենք եւ փորձի տորպեդահարել, դա վստահաբար նրանց չի հաջողելու։ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի հապկից հեռացման մասին խոսակցություններին, հիշեցնելով, որ Հայաստանը դե ֆակտո արդեն իսկ այդ կառույցից դուրս է, իսկ դե յուրե էլ եթե հեռացնեն, ոչինչ չի փոխվի։ Պատգամավորները խոսել են նաև ներքաղաքական իրավիճակի, Ազգային ժողովում բարեվարկության կանոնների պահպանման, վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած սուր ելույթներից հետո ընդդիմության արձագանքների եւ իրավապահ մարմինների նախօրեն կատարած գործողությունների մասին, պնդելով, որ պետությունից գողացված յուրաքանչյուր դրամը պետք է վերադարձվի։